Մի անձնավորություն, որ միսիոներ է եղել Աֆրիկայում, ես իր կենսագրությունը եւ իր կյանքը շատ հավանում եւ շատ սիրում եմ եւ բավականին շատ անգամներ մեջբերումներ եմ արել իր կյանքից, Դեյվիդ Լիվինգստոնը, ով ծառայեց Աֆրիկայում որպես բժիշկ միսիոներ, նա մեկ օր այսպիսի աղոթք արեց. Տեր, որտեղ ուզում ես ուղարկիր ինձ, միայն թե ինձ հետ եք։ Դիր իմ ուսերին ամեն տեսակի բեռ, միայն թե նեցուկ եղիր ինձ։ Եվ կոտրիր ամեն կապանքները իմ սրտում, բացի մեկից, որը ինձ կապում է քո սրտի հետ։ Եվ Տերը պատասխանում է. ես քեզ հետ եմ մինչև կյանքիդ վերջ։ Նա նաև ասել է հետևյալ խոսքերը Դավիթ Լիվինգստոնը. ես չեմ ուզում գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր կգան ինձ հետ միայն այն դեպքում, երբ ճանապարհը հեշտ է։ Ինձ անհրաժեշտ են նրանք, ովքեր կգան, երբ չի լինի ոչ մի ճանապարհ։ Կա մի ապահով ու երջանիկ վայր, եւ այդ վայրը Աստծո կամքն է։ Այս անձնավորությունը ծառայեց եւ լեգենդ է նա, Աֆրիկայի եւ աֆրիկյան շատ երկրների համար իսկապես լեգենդ է։ Ինքը հատուկ սովորել է բժշկությունը, դարձել է բժիշկ այս նպատակով, որ ծառայի միսիոներական հիմունքներով տարբեր ազգերի, շատ մեծ նեղություններ են կրել։ Մենք կարծում ենք, որ եթե ամենակարողի համար ուզում ենք ծառայել, Աստծուն ուզում ենք ծառայել, ամեն բան լավ է լինելու, միշտ առողջ ենք լինելու, միշտ ուրախ ենք լինելու, միշտ ֆինանսը առատ է լինելու, ոչ մի բանի կարիք չենք ունենալ, մեր կողքին միշտ մարդիկ են լինելու, ասեմ, այդպես չի սիրներ։ Աստծուն ծառայող մարդիկ էլ եւ նրանք, ովքեր որ ընթառաջ են գնացել Աստծո կանչին եւ Աստծո ծառայությանը եւ կոչին, նրանք էլ ունենալու են կարիքներ, նրանք էլ ունենալու են դժվարություններ, նրանք էլ ունենալու են մենություն, մենակություն եւ ձախողումներ իրենց կյանքի մեջ եւ նաեւ տարբեր փորձությունների հանդիպելու են։ Այս մարդու կյանքում շատ փորձություններ հանդիպեց, շատ դժվարություններ իրենք ունեցին, բայց այսպես համառ կամքով դրսևորելով շարունակում էին գնալ առաջ, կանգ չառնելով, ծառայելով մարդկանց, որտեղ սիրում էին Աստծուն եւ սիրում էին մարդկանց, ում որ ստեղծել էր Աստված։ Եվ իր կնոջ հետ միասին նրանք ապրում էին Աֆրիկայում, մի ընթացք հետո վերադարձավ կինը իրենց երկիրը, Մեծ Բրիտանիա եւ կարծեմ Շոտլանդիայում էին ապրում, ինչևից է։ Եվ վերադառնալով կարծեմ 5 տարի հետո, լավ չեմ հիշում պատմությունը, 5 տարի հետո էլ ինքը վերադարձավ։ Մեկ աչքը կույր, կաղալով, լուրջ առողջական խնդիրներով, կարծես իր միսիան ավարտած համարեց եւ վերադարձավ։ Եվ ամեն օր այս մարդը ուրախություն չուներ, ամեն օր այս մարդը ուներ փափակ։ Կարծես այն ֆիլմը ինչու աղմկում գետ է, այդ ֆիլմը տեսել ենք, չէ՞։ Հերոսի անունը ոնց էր։ Աթանես Ղամբարյան, այո։ Երբ որ կանգնում է գետի մեջ, հայացքը դեպի իրենց ուղղած իրենց գյուղը, իրենց վայրը, դեպի հայրենիքը, բայց չի կարողանում գնալ։ Եվ երբ որ այս պատմությունը կարդում եմ, այդ պատկերը եկա, որ տունը ապահով, կոմֆորտ, բայց հայացքը ուղղված է այնտեղ։ Չկա ուրախություն, չկա ամբողջականություն, եւ ինչ որ մեկ օր որոշում է կայացնում կնոջ ասելով, որ այնտեղ Աֆրիկայի ձայնը ինձ կանչում է, ես պետք է վերադառնամ։ Վերադառնում են կնոջ հետ Աֆրիկա, առաջին օրը կինը հիվանդություն է ձեռք բերում, ընթացք հետո մահանում է եւ այս մարդը շարունակում է միայնակ մինչեւ կյանքի վերջ ծառայել եւ հենց Աֆրիկայում էլ նա մահանում է, ասում է իր օգնող եղբայրները, ասում են առանձնանում է աղոթքի համար 30 րոպե աղոթքի համար ժամերը անցնում եւ բացում են, տեսնում են, որ ծնկների վրա, մահճակալի վրա հենված աղոթքի ժամանակ Տերը իր հոգին վերցնում է։ Այս պատմությունը ինձ քաջալերում է, որ չթուլանամ, չհոգնեմ, այլ շարունակեմ գործել ու ծառայել եւ ընթառաջ գնալ Աստծո կանչին, Աստծո տված առաքելությանը եւ հնարավորինս բավարարեմ Աստծո սպասումները, որ ունի իմ անձի եւ իմ կյանքի հետ կապված։ Եվ այսօր սիրելիներ ուզում եմ խոսել կանչի, առաքելության, մեր ինքնության մասին։ Աստված յուրաքանչյուրի համար ունի ծրագրեր, յուրաքանչյուրի համար ունի սահմանված ինչ-որ բաներ եւ Աստված կանչում է մարդուն, որպեսզի նա ծառայի իրեն։ Աստված չի ստիպելու ոչ մեկին, Աստված չի քաշելու մարդկանց դեպի իրեն զորովից, Աստված տալիս է հնարավորություն ամեն մեկին, որպեսզի ինքը իր ազատ կամքով կարողանա որոշել ով է ինքը եւ ինչպիսին պետք է լինի իր կյանքը։
Աստված տալիս է այդ հնարավորությունը։ Այս անձնավորությունը, թեկուզ իր առաքելությունը կատարեց, իր միսիան ինքը կատարեց, կարծում էր ավարտվել է, բայց կանչը կրկին շարունակեց իր սրտի մեջ հնչել եւ ինքը արձագանքեց։ Եվ շատ մարդկանց կրկին օգտակար եղավ։ Մեր ինքնությունը ձևավորվում է, երբ որ մենք ապաշխարում ենք։ Կարա ձևավորվում մեր ինքնությունը տարբեր կերպերով, բայց այն երկնայինը, ինչ որ սահմանված է մեզ համար, ձևավորվում է, երբ որ մենք ապաշխարում ենք եւ Հիսուսին ընդունում ենք մեր կյանքի մեջ։ Մենք որ մեղավոր ենք, դառնում ենք սուրբ։ Մենք որ հպարտ ենք, դառնում ենք խոնար։ Մենք որ մեկ ժամանակ օտար ենք, դառնում ենք Աստծո որդի։ Մենք որ մի ժամանակ սատանայի համար խաղալիք ենք, մենք հիմա դառնում ենք սատանայի հալածողները, որտեղ տրվում է մեզ իշխանություն նրա դեմ եւ նրա գործերի համար։ Այսինքն մեր ինքնությունը Աստծո որդի լինելն է, չարի եւ նրա գործերի նկատմամբ իշխանություն ունենալն է։ Մեր ինքնությունը սուրբ լինելն է, մեր ինքնությունը Աստծո հետ մեկ լինելն է եւ Քրիստոսի նմանությունը ամեն օր ունենալն է։ Սա մենք ենք։ Աստծո զավակները, Աստծո եկեղեցին, Աստծո բանակը, Աստծո կողմից, Աստծո ստեղծագործությունը, որ իր պատկերն ու նմանությունը կրկին ու կրկին կերտվում է մեր մեջ։ Սա մեր ինքնությունն է։ Բայց կա նաև մեր կոչումը, մեր կանչվածությունը, կամ մեր առաքելությունը, որի համար մենք ծառայում ենք Աստծուն եւ որի համար Աստված մեզ օծում է, որի համար Աստված մեզ տալիս է ուժ, կարողություն, հնարավորություն, կանչ ունենք մեր սրտի մեջ, բայց մենք ենք ընտրում մտնել այդ ինքնության մեջ, հագնել այդ ինքնությունը, լինել այն մարդը, որ Աստված ուզում է, որ մենք լինենք, եւ անել այն, ինչ որ Աստված ուզում է, որ մենք անենք։ Մենք ենք որոշում։ Աստված ունի իր ծրագիրը, բայց մենք ենք որոշում։ Եվ այսօրվա իմ խոսքը հենց ուղղված է նրան, որ մենք ընթառաջ գնանք Աստծուն եւ կարծես թե այսօրվա ինչ որ լսեցինք վկայությունը Արամից եւ նաեւ խոսքը եւ նաեւ Դավիթի մասին հիշացրեց Ավետախբերը, կարծես թե տարբեր էսպես պահեր էր, բայց Աստված ինքը գիտի ինչ է անում եւ Աստված ինքը ցույց է տալիս, որ ոչ մի բան պատահական չէ եւ ես կանգնած եմ իմ ծրագրի, իմ խոսքի ետևում, բայց որոշողն ու ընտրությունը կատարողը ես եմ եւ դու ես։ Ամենակարող Աստված է որոշել, երբ եւ որտեղ ծնվես դու։ Եթե բողոքում ես Հայաստանից եւ բողոքում ես քո կարգավիճակից, ասեմ, որ Աստված է որոշել։ Դու արդեն որոշիր, շարունակես բողոքել, թե Գործք առաքելոց 17:26 այսպես է ասում. Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին։ Սահմանեց նախակարգյալ ժամանակները եւ նրանց բնակության սահմանները։ Սահմանեց, երբ որտեղ ծնվեմ ես։ Ինքն է սահմանել։ Ինքն է որոշել, որ ես պետքա լինեմ հայ, իմ անունս պետքա լինի արտավազդ, որ ես պետք է ունենամ այս ընտանիքը, ինքն է որոշել։ Իմ ծնողները չգիտեին ով է լույս աշխարհ գալու, բայց նա արդեն գիտեր։ Նա արդեն որոշել էր ով եմ ես եւ ինչպիսի կյանք պետք է ունենամ։ Նա որոշել էր ինչպիսին պետք է ես լինեմ, դրա համար ինքը որոշեց, որ ես այս ընտանիքում պետք է ծնվեմ։ Եվ տարիների ընթացքում նա փորձեց ինձ կերտել եւ դարձնել այնպիսին, ինչպիսին, որ ես պետք է լինեմ։ Չգիտեմ, եղել եմ այս տարիքի համար, որ Տերը ուներ սահմանված, 44 տարեկան Տերը ուներ սահմանված, որ ես լինեմ։ Եղել եմ արդեն դա, թե ինչ որ բաներով հիասթափեցրել եմ իրեն, չգիտեմ։ Բայց կարծում եմ, որ այնտեղ եմ, որտեղ որ պետք է լինեի, եւ բավարար գոնե ականջունեմ, որպեսզի Տիրոջը լսեմ, որ այո, կատարյալ չենք եւ ոչ մեկս չենք, բայց հետամուտ եմ նրան, ինչ որ Աստված ուզում է, որ ես լինեմ ու անեմ։ Աստված ինքն է որոշում, որտեղ որ ես լինեմ եւ ինչ անեմ։ Ով լինեմ եւ ինչպիսին լինեմ։ Երեմիա մարգարեություն 1:4-5 այսպես է ասում. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ ասելով. Քեզ որովայնում չկազմված ես ընտրեցի քեզ, եւ քեզ արգանդից դեռ դուրս չեկած ես սրբեցի։ Ես քեզ ազգերի մարգարե եմ դրել։ Ինքը որոշում է դեռ իմ չծնված լինելով, ինքը որոշեց ով ես պետքա լինեմ եւ ինչ պետք է անեմ։ Եթե որևէ մեկը այստեղ կա մտածում է ինչ որ մեկ օր ինչ լավ այս մարդը ինձ վկայեց եւ ես լսեցի Աստծո խոսքը եւ այսօր Տիրոջ տան մեջ եմ ասեմ քեզ այդ մարդուց առաջ մոտ 50 հոգի 100 հոգի կամ 100 տարբեր կերպերով Աստված քեզ փորձել է կանչել եւ բերել իր մոտ ուղղակի այդ 101/3-ին դու արձագանքեցիր տարբեր միջոցներով Աստված փորձել է որ դու գաս եւ մտնես այն ծրագրի մեջ որ ինքը սահմանել էր դեռ չծնված դեռ լույս աշխարհ չեկած ինքը որոշել էր ով ես դու եւ ինչ պետք է անես Ինքը որոշել էր ով ես դու եւ ինչ պետք է անես
իր առաքելությունը, այն ինչ որ սպասում ունի քեզանից, ինքը որոշել է եւ տարբեր կերպերով նա փորձում է մեզ մոտեցնել իրեն, ինչպես որ Երեմիա մարգարեության մեջ է ասում։ Ամենակարող Աստծո ծրագիրը ու միտքը սա է իմ համար։ Երբ որ ես կկանգնեմ իմ կյանքի մայրամուտին, ես կարծում եմ, որ Աստված կուզենա այս խոսքերը, ինչպես Դավիթ ասեց, իրականանա նաեւ իմ կյանքի մեջ։ Դավիթը այսպիսի խոսքեր ասեց։ Կամ Դավիթի մասին, վասնզի Դավիթ իր դարի մեջ Աստծո կամքին ծառայելով հեռացավ կամ մահացավ։ Իր դարի մեջ Աստծո կամքին հնազանդվելով եւ Աստծո կամքին ծառայելով հեռացավ։ Բոլորը հեռանում են, բոլորը գնացող են, ինչպես էդիկ եղբայրն ասում մնացող չենք, բոլորս է գնացող ենք։ Ինչ որ մեկ օր բոլորս է գնալու ենք, բայց երանելի է այն մարդը, որ այս խոսքերը կատարում է իր կյանքի մեջ, որ ինքը Աստծո կամքին հնազանդվելով, Աստծո կամքը կատարելով ինքը այս երկրից հեռացավ։ Աստծուն ծառայելով եւ Աստծո կամքը կատարելով ինքը գնաց այս երկրից։ Այսօրվա իրականությունը սա է. աշխատանք, բավարարել ֆիզիկական եւ նյութական եւ բոլոր կարիքները։ Այսօրվա իրականությունը սա, ունենք տկարություններ, ֆիզիկական տկարություններ եւ սահմանափակումներ։ Այսօրվա իրականությունը սա է, լիքը մարտահրավերներ կա աշխարհում, հոգեվոր եւ նյութական եւ մարմնավոր, լիքը մարտահրավերներ կան։ Ամբողջ աշխարհում ամեն բան ավելի գնալով ծանրանում է։ Ամեն ինչ արվում է, որ հեշտացվի կյանքը, ամեն ինչ արվում է, որ արագացվի կյանքը, ամեն ինչ արվում է, որ ամեն բան հասանելի լինի, որքան նորամուծություններ լինեն, այնքան կյանքը ավելի բարդանում եւ դժվարանում է։ Եվ համար մեկ վտանգը, համար մեկ խնդիրը առաջանում է մարդու համար Աստծո կամքին հնազանդվելը։ Եթե Աստված ուզում է որևէ մեկին այցելություն անես, բայց դու աշխատում ես, դու չես կարող մեկին այցելություն անես։ Եթե Աստված ուզում է, որ դու գնաս որևէ մեկտեղ ավետարանը քարոզես, բայց դու չես կարող, որտեղ ընտանիքի ինչ-որ մի հոգս կա։ Եթե Աստված ուզում է, որ դու ինչ-որ մի բանով իրեն ծառայես, բայց դու ասում ես, ախր եթե ես ծառայեմ եւ ինձ ֆինանս չտրվի, ո՞նց կպահեմ իմ տունը, ո՞նց կկարողանամ, բայց ես սահմանափակումներ ունեմ, չեմ կարող։ Վտանգի տակ է դրվում ինքնությունը եւ վտանգի տակ է դրվում կոչումը, առաքելությունը, որ Աստված ունի։ Եթե մենք մեր ինքնությունը կարողանում ենք պահպանել նաև, բայց շատ անգամներ տուժում է կոչումն ու ծառայությունը։ Եվ շատ մեծ վտանգի տակ է դրվում այն ինչ որ Աստված ուզում է անել, բայց ես ուզում եմ այս խոսքերը կատարվեն իմ կյանքի մեջ։ Օրինակի համար, եթե չէ, որ օրը կամ եթե Տերը չգա մինչև իմ հեռանալը, որ օրը որ հեռանամ, լավ խոսք է սա։ Լավ խոսք է սա, օրինակ իմ տապանակարին գրվելու, բայց լիքը լավ այլ խոսքեր կան։ Աստծո կամքին ծառայելով մեռավ։ Աստծո կամքին ծառայելով հեռացավ, ննջեց։ Ննջեց։ Հեռացավ երկրից, լավ։ Մի խոսքով համաձայն եք ննջելուն։ Իր ժամանակին։ Աստված ամեն մեկին, այո, այնպես որ Աստված իր գործն ու ծրագիր ունի։ Սիրելիներ, Աստված նպատակ ունի եւ ծրագիր ունի քո կյանքի համար։ Գիտեք, այստեղ ինչ էի սպասում, որ սենց վերնատան են, խանդավառ, հզոր, օրտնյալ անդամներ կասեն ամեն, ամեն։ Որ ասում եմ Աստված ծրագիր ունի ձեր կյանքերի համար։ Արամից սովորեցի։ Շնորհակալություն ծափերի եւ ամենների համար։ Ամենագետ Աստված գիտի որն է իմը եւ որն է քոնը, եւ այն պահված է նրա մոտ։ Ուզում քեզ այսօր պատգամով հորդորել, փնտրիր։ Եթե գտել ես, հաստատվիր, հաստատելով ավելի առաջ գնա եւ մի թուլացիր։ Կողոսացիների գիրքը ասում է, արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրեք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է, Աստծո աջ կողմում նստած։ Վերևում եղած բաների մասին մտածեք եւ ոչ թե այն, ինչ երկրի վրա է, որովհետեւ դուք մեռաք ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Այսինքն մենք հրաժարվեցինք մեր կյանքից, Քրիստոսին ընդունեցինք եւ ասում ենք Տեր, ես ինչ որ կայ ու ունեի, դնում եմ կողքի, ընդունում եմ քոնը։ Եվ իմ կյանքը պահված է, թաքնված է, գախնի է Աստծո մոտ։ Ինքը գիտի, ես չգիտեմ։ Իմ հնազանդվելով, իմ խոնարհվելով, իմ սրբանալով, նրան ընդունելով իմ կյանքի մեջ սկսում է կատարվել այն, ինչ որ Աստված ունի իմ կյանքի համար։ Այն պահված է Աստծո մոտ։ Իմ կյանքը պահված է Աստծո մոտ։ Իմ հավիտենությունն էլ նրա մոտ է, բայց այսօրվա ապրելն է նրա մոտ է։ Նա գիտի ով եմ ես եւ ինչ պետք է անեմ եւ ով պետք է լինեմ։ Իրա մոտ է պահված։ Դու ինչե՞ մտածել ես, որ դու մեկն ես, որ պետք է այս գործը անես։ Այսինչ առաքելությունը պետք է անես։ Միգուցե հենց դա Աստծոց է, միգուցե ոչ։
Մինչև Արամ ասեց, որ չենք էլ կարող պատկերացնել։ Այո, որտեվ թաքնված Աստծո մոտ։ Եվ ինչ որ մեկ անգամ Աստված տարբեր կերպերով մեր սրտում դնելով, մարգարեություն ունենալով, երաս տեսնելով, չգիտեմ, տարբեր կերպերով հայտնում է այն ինչ որ կա թաքնված իր մեջ։ Կա ինչ որ բան թաքնված իր մեջ, պահված իր մեջ, իմ կյանքը պահված է նրա մոտ։ Եվ Աստված ինչ որ մեկ օր հայտնում է։ Աստված ինչ որ մեկ օր բացում է։ Այո, մենք ունենք ընդհանրական ինչ որ բաներ, որ մենք անում ենք, օրինակ, մենք ծնողներ ենք, չափած, մայր եւ հայր ենք։ Սա հատուկ կոչում, օծություն եւ պետք չի, Աստված դրել է արդեն մեր մեջ։ Մենք ունենք դա։ Որպես ծնողներ, որ մենք կարող ենք երեխաներ ունենալ, նրանց օգտակար լինել, դաստիարակել եւ այլն եւ այլն։ Մենք ունենք։ Եվ Աստված սա տվել է եւ ընդհանրական բաներ կան մեր կյանքում, բայց հատուկ, որ Աստված առաքելություն ունի, սպասում ունի, կոչում ունի մարդու համար, նա հատուկ կերպով այդ մարդուն օծում է, օրհնում է եւ տալիս է կարողություն, հմտություններ, հնարավորություններ, իր կողքը շրջապատում է մարդկանցով եւ ասում է սա է քոնը։ Եթե հոժար ես եւ համաձայն ես, ես կշարունակեմ ճանապարհ հարթել քեզ համար, օրհնել քեզ, բայց ես չեմ խոստանում քեզ, որ պետք է ամեն բան հարթ լինի, ամեն բան լավ լինի։ Չեմ խոստանում, որ ամեն ինչ լինելու է այսպես կարագի նման հալված ու ամեն բան լինելու է կատարյալ ու լավ, ոչ։ Դժվարություններ կլինեն, բայց եթե դու հոժարվում ես, ես ասում եմ, որ ես քո հետ կլինեմ։ Ու պարտադիր չի միայն սիրելիներ լինի հոգևոր գործունեություն, ավետարանչություն, հովվություն, երգեցողություն։ Հովսեփը դարձավ կառավարիչ, մեր լեզվով ասած վարչապետը։ Աստված պատրաստել էր նրան, որ նա դառնա երկրի վարչապետ։ Կան այստեղ վարչապետներ մեր մեջ։ Շարժ փորձանքից հեռու, հա։ Այս գալիք ընտրություններում կարծում եմ չենք հասցնի, բայց հաջորդին կարող եք։ Եկեղեցին չի մասնակցում, բայց դուք անհատներ կարող եք մասնակցել, այնպես որ մենք աղոթենք կորտնենք ձեզ։ Ինչպես որ աղոթում ենք բոլոր քաղաքական գործիչների եւ երկրի առաջնորդների համար։ Դանիելը նա հովիվ չէր որևէ եկեղեցու, բայց Դանիելը դարձավ մի քանի գոնե 3 կայսրությունների համար կարևոր մարդկանցից մեկը։ Իմաստուն եւ լուրջ կառավարիչ նա դարձավ նախարարական գործունեության մեջ Աստված օրհնեց եւ նրան բարձրացրեց։ Եստերը դարձավ թագուհի։ Նեհեմիան նա ինչ որ մի գործողություն անում էր թագավորի մոտ, բայց նրա սրտում նախանձախնդրություն կար, պարիսները փլված են եւ այրված է դռները պարիսների։ Եվ Աստված նրան սրտում այդ ծանրությունը դրեց, նա ծոն վերցրեց եւ աղոթ կարեց եւ Աստված ուղարկեց նրան, տվեց հնարավորություն, թագավորի սիրտը փոխեց, բարեհաճություն գտավ եւ նա կատարեց։ Որքան էլ դժվար լինի, բայց կար ժամանակում, կարծեմ 52 օրվա ընթացքում այդ հսկայական աշխատանքը կատարվեց, մարդիկ համախմբվեցին իր շուրջը, ուրիշները եկան, դեմ կանգնեցին, բայց միևնույնն է, Աստծո ծրագիրը սկսվել էր եւ մեկը կա, որ առաջնորդում էր եւ Աստծո ծրագիրը իրականացավ։ Այնտեղ մարդիկ կային, որոնք նույն սիրտ ունեն, նույն ցավ ունեն, նույն կամեցողություն ունեն, բայց ինչ որ մեկը պետք է որ նրանց համախմբեր, ինչ որ մեկը պետք է որ առաջնորդի, ինչ որ մեկը պետք է որ Տիրոջից առներ ուժ ու կարողություն ունենար, թագավորի աջակցություն ունենար եւ գնար առաջ։ Այդ ինչ որ մեկը կարողա դու ես։ Կարողա նաեւ մեկն ես, որ պետքա օգնես Նեհեմիային։ Եվ ինչ որ մեկն ես, որ պետքա կանգնես մեկի կողքը կամ ինչ որ մեկն ես, որ մեկին պետք է առաջնորդես։ Երկուսն է կարևոր են, երկուսն էլ աստվածային են, երկուսն էլ Աստծո կոչումն ու առաջնորդությունն է։ Սիրելի քույրեր, հատկապես եթե ձեր ամուսինները ծառայության մեջ են կամ հակառակը, կանայք են ծառայության մեջ ավելի, փորձեք տեսնել, որ դուք նրանց կողքին կան, կարող է դուք ունեք ձեր առանձին ինչ որ կոչումն ու ծառայությունը շատ լավ, բայց մեկը որ կանգնում է ժողովրդի առաջ, մեկը որը ժողովրդի առաջնորդում, մեկը որը իսկապես մեծ առաքելություն ունի Աստծո գործի եւ արքայության մեջ, օրհնեք, քաջալերեք, աղոթեք։ Կլինեն դեպքեր, որոնք ձեր ժամանակից է կվերցվի, կլինեն դեպ ես իմ կյանքից եմ ասում, հիմա մի քիչ էլ այսպես կլինեն դեպքեր, որոնք ընտանիքի ժամանակից կվերցնես, կլինեն դեպքեր, որոնք որ սպասումները չի իրականացվի, կլինեն դեպքեր տարբեր, օրհնեք, քաջալերեք, ձեռքերը բռնեք եւ բարձրացրեք։ Նրանք ովքեր որ կան, մարդիկ տեսնում եք ցանկություն ունեն, սիրտ ունեն ծառայության համար, հորդորում եմ ձեզ չկոտրել, նրանց ովքեր որ գալիս են քո մոտ ինչ որ բան կիսվում են, բացվում են, ասում են, «Սենց բան է Աստված իմ սրտում դրել»։ Հորդորում եմ, որ չկոտրենք այդ մարդկանց։
կողքներին կանգնենք։ Կարող ասեն, որ Տերը sense բան է դրել իմ սրտում, բայց չգիտեմ, լտեսնենք բան sense անորոշ բաներ, որ զգում ես, որ անորոշություն կա, վախ կա, ձեռքը բռնիր, ասարի հիմա աղոթք անենք։ Տեր, նշան ցույց տուր, որ այս մարդը հաստատուն իմանա։ Տեր, օրհնիր իրեն, Տեր, հաջողություն տուր, Տեր, կանգնի իր կողքին։ Եթե կարող ես դու այն մարդն ես, որ ի վիճակի ես, ասա կողքիդ կանգնած եմ։ Եթե կարող եմ ինչ-որ բանով օգնել, միշտ կարող ես դու ին վրա հույս ունենալ, որ քո կողքին կլինեմ հնարավորին սահմաններում։ Կանգնի իր կողքին։ Որտեվ կան պարագաներ, որ մարդը իսկապես մենակ է մնում, կան պարագաներ, որ մարդը դրա կարիք ունի, կան պարագաներ, որ մարդը խնդրել է Աստծուց, որ Տեր, ինչ որ մի բան ասա, ինչ որ մի բան խոսիր, ինչ որ մի բան ցույց տու, ինչ որ նշան հրաշք, ու դու կարող ես լինել Աստծո հրաշք այդ մարդու համար։ Դու կարող ես լինել մեկը, որի միջոցով Աստված խոսեց, որի միջոցով Աստված հաստատեց, ու որքան որ այդ մարդը կունենա հաջողություն, օրհնություն իր կյանքի ընթացքում, այնքան դու կունենաս վարձատրություն Աստծո կողմից, որտեղ հնազանդվեցիր իրեն եւ կանգնեցիր նրա կողքին։ Աստծո զավակները վերստին ծնվելով մտնում են կամ մտնում են իրենց ինքնության մեջ, վերստում են դա, բայց միևնույն ժամանակ Աստծուն հնազանդվելով կարողանում են տեսնել այն, ինչ որ Աստված ունի իրենց կյանքի համար, որպես կոչում, որպես ծառայություն, որպես առաքելություն։ Մեկ անձնավորության Աստված իր հրեշտակը ուղարկեց, մոտեցավ նրան, Գեդեոն էր նրա անունը, գիտենք այդ պատմությունը, բոլորս մադիանացիները մեղք էին գործում իսրայելացիները եւ Աստված թույլ տվեց, որպեսզի մադիանացիները գան եւ ճնշեն նրանց։ Նայեք, այսպես էր, այսպեսի մի իրավիճակ էր։ Իսրայելացիները աշխատում էին, իսրայելացիները կովեր, գառներ, ոչխարներ, անասուններ ունեին, որոնց միջոցով հոգում էին իրենց կարիքները։ Դաշտ էին մշակում, բերք ու բարիք ունեին, մեկ էլ մադիանացիները գալիս էին, ավիրում էին ամեն բան, վերցնում էին, գողանում էին ամեն բան ու գնում էին։ Պատկերացնում եք, ինչ ահավոր վիճակի մեջ էր։ Ասենք ճարահատված էս մարդիկ ասում են, այ մարդ, այս տարի ոչինչ չեմ անելու։ Տենում են այդ տարի սոված մնացին։ Աղքատ, ջարդված, կոտրտված, ասում են, լավ, հաջորդ տարի սիրտ էին առնում, ասում են, դե հիմա մի բան պետք է անենք, երեխեք սոված են։ Անում էին, ամբողջ տարի չարչարվում էին։ Մի բան էսպես կպցնում էին իրար, ինչ որ մի բան անում են, մեկ էլ մի քանի ամիս հետո գալիս էին մադիանացիները։ Պատկերացնում եք այս մարդկանց կոտրված, ջախջախված, անհույս վիճակները։ Ահավոր վիճակի մեջ էր։ Եվ Աստված հանկարծ այդ պահին իր հրեշտակով հայտնվում է Գեդեոնին, որը իր ընտանիքի ամենափոքրն է, իրենց ազգատոհմի ամենաաղքատն է, հանդիպում է ով զորավոր կտրիչ։ Այն որ ասում է, այ մարդ, քեֆով ես գնա էլի։ Ինչ զորավոր կտրիչ, դե զորավոր ես տեսնում, ուր աստեղ զորավոր մեկը, բայց Աստված էր խոսում։ Որքան անգամներ Աստված քո հետ խոսած է, քո կոտրված, քո ջախջախված, քո անհույս, քո դժվար ժամանակների մեջ։ Եվ այստեղ էլ Աստված խոսում է եւ Տիրոջ հրեշտակը եկավ ու ասեց, նստեց Աբեզերիա որդի Հովասի բևեկնու տակ, որ Եփայի մեջ էր եւ նրա որդի Գեդեոնի հնձանում ցորեն եւ ցորեն է ծեծում մադիանացիների երեսից փախցնելու համար։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասեց. ով կտրիչ զորավոր, Տերը քեզ հետ է։ Ցորեն էր ծեծում, փախցնելու համար, թաքցնելու համար, տարբեր կերպերով փորձում էր թաքցնել, տարբեր կերպերով փորձում էր ապրեր այս մարդը, ինքը ապրեր, իր ընտանիքը ապրեցներ, ընտանիքի մասին շատ բան չկա գրված, բայց հույսեր կային այս մարդու հետ կապված։ Աստված գիտի ում ինչ է ասում։ Հիշեք, Աստված ա որոշել դու որտեղ ծնվես եւ երբ ծնվես։ Աստված ա որոշել ինչ կոչում եւ ինչ շնորհ եւ պարգև եւ կարողություններ դու կարող ես ունենալ։ Աստված քեզ ասում է նաեւ վերին բաները փնտրիր։ Մի հոժարվիր այն ամենի հետ, ինչը որ դու տեսնում ես, ինչը որ կա քո շուրջը, այլ փնտրիր վերի բաները։ Այն ինչ որ Աստծո մոտ է, որտեղ պահված բաներ կան Աստծո մոտ, որ միայն ինքը գիտի, Տիրոջ հոգին գիտի։ Ես ու դու չգիտենք, բայց Տիրոջ հոգին գիտի։ Եվ Տիրոջ հոգին երբեմն խոսում է իմ ու քո հետ մի բաներ, որոնք միգուցե մեզ կվախեցնեն։ Միգուցե հարցեր կառաջացնեն։ Երբ որ Գեդեոնի հետ խոսեց Տիրոջ հրեշտակը, Գեդեոնը ասեց. «Ես ամենափոքրն եմ, ամենաաղքատն ենք։ Ինչպես կարող է լինել, եթե դու մեր հետ ես, բա ինչու էս ամեն բաները կատարվեցին մեր կյանքի մեջ»։ Շատ հարցեր կարող են առաջացնել, շատ վախեցնող բաներ կարող են լինել, շատ հարցականներ կան մեր մտքի մեջ, բայց մի բանը հստակ է. Գեդեոն, դու ծնված չես, դու սահմանված չես ցորեն ծեծելու համար։ Գեդեոն, դու ազատարար ես, դու փրկիչ ես, դու առաջնորդ ես, դու զորագլուխ ես։ Քո գործը ցորեն ծեծելը չի։ Քո գործը
հատակ խփելը չի, քո գործը տաքսի վարելը չի, կներեք, այսպես եմ ասում, քո գործը շատ ավելին է։ Ես հիմա ոչ մի գործին չեմ կպտում, սիրելիներ, խնդրում եմ ուշադիր եղեք։ Իմ ասածը սա է, որ Աստված կարող է խոսել բաներ, որոնք կարող են քո գործին, քո անելիքին, քո զբաղմունքին հակառակվեն։ Եթե Աստված է խոսում, ինքը գիտի ինչ է խոսում։ Ինքը գիտի ում հետ ինչ է խոսում։ Եվ Գեդեոնին հստակ ասեց, որ դու զորավոր կտրիչ ես, որ դու ազատարար ես, որ դու փրկիչ ես այս ազգի համար, որ դու հրաշագործ ես, որ դու զորապետ ես, զորագլուխ ես ու քո միջոցով ես կազատեմ։ Այո, ես քո մեջ տեսնում եմ այդ զորությունը։ Այո, ես քո մեջ տեսնում եմ այն ամենը, որտեղ ես քեզ ճանաչում եմ, եւ դու դեռ չծնված, ես քեզ տեսա։ Ես քեզ տեսա դու դեռ չծնված եւ որոշեցի, որ դու պետք է լինես այս ժամանակի համար մադյանացիների եւ մյուս ազգերից, որ հալածում են իմ ժողովրդին, դու ես այն մարդը, որ պետք է ազատես։ Դու ես այն մարդը, որի բիզնեսը, ծրագիրը, գործը, աշխատանքը, շնորհը, պարգևը, տաղանդը, մասնագիտությունը օրհնելու եմ։ Քո կողքին շատ մարդիկ աշխատանք չեն ունենա, բայց ես օրհնել եմ քեզ, որ դու լինես այդպիսի մասնագետ եւ դու կբարձրանաս, կորտնվես, անգամ քո գործը ավելի կթանկացնես, բայց մեկը պահանջված մեկը կլինես, որտեվ ես քո հետ եմ։ Եվ ունեմ ծրագիր այդպիսով առաքելություն ունեմ։ Յուրաքանչյուր գործ, որ պետք է անես, Աստծո փառքը պետք է պատմես։ Յուրաքանչյուր գործ, որ պետք է անես, մարդկանց պետք է վկայես։ Յուրաքանչյուր գործ, որ պետք է անես, մարդիկ պետք է ասեն, այ մարդ իսկապես էլի ես հավատացյալներ մաքուր գործ անողներ են։ Եվ այդպիսով քո առաքելությունը կհաստատվի, քո կոչումը կհաստատվի եւ Աստված քեզ կտա կոչումը, օծությունը եւ կարողությունը։ Եվ իհարկե նաեւ ծառայությունը, եկեղեցու մեջ եւ եկեղեցուց դուրս Աստված պատրաստ է կանգնելու։ Այո, կարող են լինել մարտահրավերներ ու կան, ինչպես որ այստեղ էլ կային։ Բայց հիշիր, դու ցորեն ծեծելու համար չես կանչված։ Թաքնվելու համար չես կանչված։ Եվ այս իրավիճակին համակերպելու համար չես կանչված։ Դու ավելին ես եւ ավելին կարող ես անել։ Եկավ ժամանակը մեկ ուրիշ ես արդեն հասկացել եմ, որ իմ պատգամը լրիվությամբ չեմ կարող խոսել, բայց եկեք մի քանի բաներ ուղղակի ասեմ ու աղոթքի կանգնենք։ Մեկ ուրիշ անձնավորություն, որը Քաղեբն էր եւ Քաղեբը այն մարդն էր, այն երկու մարդկանցից մեկն էր Հեսուն եւ Քաղեբը, որոնք 12 լրտեսների հետ գնացին եւ 10 ասեցին չեն կարող աննարը, Քաղեբն ու Հեսուն ասեցին կարող ենք, հնարավոր է, մենք պետք է գնանք ու Տերը մեզ ա տվել այս երկիրը։ Անցան 40 տարիներ, բայց Քաղեբը շարունակում էր հավատալ եւ Հեսուն էլ էր շարունակում հավատալ։ Եւ Քաղեբը Հեսուին, որ արդեն Հեսուն էր դարձի առաջնորդ, ասեց Քաղեբը. ես հիմա ծեր եմ, արդեն 85 տարեկան եմ, ուժերս կարծես թե ծեր եմ, բայց ուժս տեղն է։ Տուր ինձ այդ սարը։ Հեսու, Աստված խոստացել է ինձ, ես Տեր եմ կանգնում, այն ամենի ինչ որ Աստված ինձ խոստացել է, ավետախբեր այսօր ասեց։ Սատանան շատ բաներ կարող է մեզանից խլած լինի, ինչպես որ Գեդեոնի ժամանակ Իսրայելից էր խլել։ Սատանան շատ մեր ուրախությունը, մեր ունեցվածքը, մեր առողջությունը, մեր հնարավորությունները կարող է վերցրած լինել մեզանից։ Ինչպես որ Քաղեբից վերցվել էր, նա հավատում էր, նա գիտեր, ուղղակի մենակ չկարողացավ, այդ ժամանակ չկարողացան, ժողովուրդը խանգարեց, ըմբոստացավ, բայց եկավ ժամանակը, արդեն ծերացած մարդ, կարծես ուժերը պետք է գնացած ներ, ասեց ուժը ստեղն է։ Ես կգնամ եւ կպատերազմեմ։ Տեր, գիտեմ որ դու կանես, Տեր, գիտեմ որ դու կորտնես, Տեր, ես գիտեմ որ դու կտաս։ Տեր ջան, խնդրում եմ տուր, ոտս գցած, սպասում եմ, Տեր ջան, տուր։ Աստված ասում է, Քաղեբն ասում է, կգնանք եւ կգրավենք։ Աստված ասում է, քեզ եմ տվել, բայց գնա ոտքը դիր այնտեղ։ Արա քայլը, սկսիր, մղում ունես, առաջնորդություն ունես, Տեր, ցույց տուր, Տերը ցույց է տալի, Տեր, ցույց տուր, Տերը ցույց է տալի, Տեր, հրաշք տարա, Տերը հրաշք անում է, Տեր միջոցներ տուր, Տերը հրաշք տալիս է միջոցները եւ խոստումներ է տալի, որ կլինի, կանենք, քո կողքին կլինենք, Տեր, ինչ, էլ ինչ ես ուզում։ Հեսու տուր ինձ այդ սարը։ Դա մեզ է պատկանում։ Մենք կգնանք եւ կգրավենք, մեր ոտքը կդնենք այնտեղ եւ այն կլինի մեզ։ Եվ այդպես էլ եղավ։ Գնացին, գրավեցին, հաղթեցին այնտեղ եւ Աստված տվեց նրանց։ Եթե դու գիտես, որ դա քոնն է եւ քեզ համար է սահմանված, եթե դու զգում ես Գեդեոնին Աստված հրաշքներով, տարբեր նշաններով ցույց տվեց, որ դու ես այդ մարդը, Գեդեոն, ես չեմ սխալվում։ Ես այնքան հանգիստ եմ, ես այնքան խաղաղ եմ, Գեդեոն, այնքան խաղաղ եմ, որ քո զորքի 30,000-նոց թիվը կիչացնեմ 300-ի, 32,000-նոց բանակի թիվը կիչացնեմ 300 հոգու, այդքան հանգիստ ու վստահ եմ։ Եվ ես քեզ վստահում եմ, Գեդեոն։ Աստված մի քանի բաներ ասեց Գեդեոնին, մինչև որ նա մեծ հաղթանակ աներ, Գեդեոնը հնազանդվեց։
Լավագույն կերպը, որ մենք կարող ենք մեր կոչումը հասկանալ ու մտնել, հնազանդվելն Աստծուն փոքր բաներ, երբ որ նա ասում է։ Նշաններ խնդրելն է նրանից եւ հետամուտ լինելը, որ Սուրբ Հոգու ձայնը, նշանները Աստված ինչ որ ցույց է տալի, մենք կարողանանք ունենալ, սրանք հաստատում են մեր մեջ, որ այո ես եմ, այո Տիրոջից է, այո Տեր իմ հետ է, այո պետք է գնամ եւ շարժվեմ առաջ։ Եվ հնազանդվեմ։ Աստված միանգամից չի տա այդ հաղթությունը, միանգամից այդ ամենը չի կատարի։ Փոքրիկ հաղթանակներով եւ փոքրիկ հնազանդություններով Աստված կիրականացնի այն, ինչ որ ես ու դու սահմանված ենք անելու։ Կարիք չկա նայելու մարդկանց։ Մարդիկ կարող են հավաքվել եւ ասել, ով արեց այս ամենը, Գեդեոնի բերեք նրան հարցերը լուծենք։ Մարդիկ կարող են ասել, որ Աստված ասեց հայտարարիր Գեդեոնի բանակին, որպեսզի ով վախենում է եւ այլն թող գնա։ 22,000-ը գնացին։ Մնաց 10,000-ը։ Կարող ես նայել մարդկանց։ Կարող ես նայել մարդկանց կասկածանքին, մարդկանց ասասներին, մարդկանց, չգիտեմ, լավ ու վատ դեմքներին։ Մեկը կարող է շատ ժպիտով, այսպես քեզի օրհնել, մեկն է կարող է նամրոտ դեմքով, սենց էլ չասեմ լավ։ Նամրոտ դեմքը տենց քարոզչական չէ, չէ՞, մի տեսակ։ Լավ, լուրջ դեմքով։ Եթե ուզում ես Տիրոջ կամքը կատարվի, կարիք չկա շատ մարդկանց նայելու։ Կարիք չկա շատ իրավիճակների նայելու, կարիք չկա ինքդ քեզ էլ նայելու։ Նայիր Աստծուն, նայ քեզ տվող այդ խոստումը եւ կոչումը իրականացնողը։ Տիմոթեոսին Պողոս առաքյալը քաջալերում է, որ զարգացնես են բոլոր պարգևները, որ Աստված քեզ տվել է։ Մենք մտածում ենք ամեն բան գերբնական, ամեն բան այսպես Տերը պետք անի, Տիմոթեոսին հստակ խոսք է, Տիմոթեոսը եպիսկոպոս էր։ Նա ավագ հովիվ էր, նա եկեղեցիների հովիվ էր։ Եվ Պողոսը առաքյալը ասում է զարգացրու, ամփույթ մի եղիր, վերակենդանացրու, արծարծրու, մտածիր սրանց մասին, սրանց մեջ եղիր։ Մի քանի անգամներ տարբեր տեղերում հորդորում է, սիրելիներ, եթե դու ինքնահոսի ես թողել, որ ինչ որ բան կլինի Տերը կասի կամ ինչ որ արծարծիր, մտածիր սրանց մասին, հոգ տար, ամփույթ մի եղիր այն ամենի համար, որ Աստված քեզ տվել է եւ հանձնարարել է։ Ցավով կարող եմ ասել, որ մեր մեջ կարող են լինել մարդիկ, որոնք որ ունեցել են ինչ որ բաներ Աստծուց անցյալում։ Եվ այսօրվա պատգամ իրենք լսում են, ոչ թե ուրախանում են, այլ տրտմում են նայելով անցյալում, որ իրենք Աստված կանչել էր, Աստված հնարավորություն էր տվել, բայց իրենք անփույթ գտնվեցին։ Իրենք այդքան ուշադրիչ չեղան, չմտածեցին, չզարգացրեցին, չգործածեցին, փոքրիկ սեր մտածեցին, հողի մեջ չդրեցին։ Եվ այսօր ցավով են լսում։ Ես ուզում եմ քեզ ասել, որ թույլ մի տուր, որ այո կարողա ցավ լինի հիմա այդպես, բայց թույլ մի տուր, որ դա մնա քո կյանքի մեջ։ Խաղաբի օրինակը թող քեզ բարձ օրինակ լինի, որ այսօր էլ ուշ չէ, եւ Աստված կարող է այսօր էլ քո միջոցով գործել եւ իրականացնել իր առաքելությունն ու ծրագիրը։ Հավատացողը թող ասի ամեն։ Արծարծիր, զարգացրու, մտածիր, խորհիր, կիսվիր, արա ինչ որ բան Աստված քեզ տվել է։ Մերժիր կործանարար բոլոր բաները։ Տիմոթեոս, փախիր երիտասարդական ցանկություններից։ Տիմոթեոս, ուշադիր եղիր, անհիմն վեճերից հեռու մնա։ Տիմոթեոս, մի մտիր անկարևոր բաների մեջ, ուշադիր եղիր Տիմոթեոս, որպեսզի չմերժես։ Կործանիչ, քայքայող բաներից դու տեղ չտաս։ Քայքայիչ բաներն են նաև կներեք, հա, այսօր շատ եմ կպտնում, բայց ուզում եմ որոշակի։ Քայքայիչ բաները նաև յուրաքանչյուր բան, որ մեր կյանքի մեջ եկել են, որոնք Աստված չի բերել։ Դրանք են նաև փոխհարաբերություններ, որոնք Աստված չի բերել, եւ դրանք եկել են մեզ քայքայելու համար, մեզ մեր կոչումից առաքելուց հեռացնելու համար։ Աշխատանք, ֆինանսը, որոնք Աստված չի բերել, Աստված չէր ուզում, որ հիմա եւ այս ձևով դուք այդ գումարը վաստակեր, եկել է քո կյանքի մեջ, լավ առաջարկ է, դու ընդունեցիր, բայց քեզ հեռացրեց քո առաքելությունից։ Միգուցե ֆինանս վաստակելն է քո առաքելությունը, ես չգիտեմ, դու գիտես, ինչ որ Աստված քեզ առաջնորդում է։ Խոսում եմ պարզապես Աստծո կոչման եւ առաքելության մասին։ Քայքայիչ բաներ կարող են ել։ Տեր, գգամ քո հետևից, բայց նախ գնամ ընտանիքիս հաջող անեմ։ Նախ գնամ հորս թաղեմ, ժառանգություն կա ստանալու, Տեր։ Դե հիմա եղբայրներ ունեմ, ամեն մեկի ան ժառանգությունը պետք է ստանա։ Գնամ հորս թաղեմ, ես էլ իմ մասին մտածելով եկամուտ ունենամ, ժառանգություն ունենամ, հետո կգամ քո հետևից, Տեր։ Մարդիկ ինչ կմտածեն, ամոթա, հորս թողեցի եւ եկա քո հետևից։ Տեղը տեղի, նամուսով ամեն հարցեր անեմ, լսիր։ Եթե ուզում ես հաճեցնել քեզ եւ քո զգացմունքներին եւ մարդկանց, չես կարող երբեք հաճեցնել Աստծուն։
Այսա չի նշանակում, որ մենք պետք է արհամարենք եւ չհարգենք մարդկանց։ Որոնք այս գաղափարի տակ անարգում են Աստծո մարդկանց, անարգում են մարդկանց, անարգում են մյուսներին, անարգում են ամեն բանը, ոչ, սիրել, գնահատել բոլորին։ Բայց այն կոչումն ու առաքելությունը, որ Աստված ունի, ոչ մեկին մի նայր, նա Աստված է քեզ տվել։ Տեր, որտեղ ես մնում, ասա գանք, տեսնենք, ես քո հետևից եմ ուզում դնեմ։ Կարող է ես տեղ չունեմ մնալու, կոմֆորտ ես ուզում, հաց ես ուզում, ապահովություն ես ունում, չունեմ ես։ Արի տես։ Չունեմ ես։ Գլուխս դնելու տեղ չունեմ։ Կգաս։ Հիմա կգաս։ Դու մտածում ես, որ թակավորություն, արքայություն, դու մտածում ես առողջություն, բժշկություն, ամեն բաները լավ կլինի, տեղ չունեմ գլուխս դնելու։ Իսկ հիմա կգաս իմ հետևից։ Ուզում ես գայր, հիմա կգաս։ Իրականությունը սա է։ Թույլ մի տուր կործանող, քայքայող բաները, որոնք խանգարեն քեզ առաքելությունից։ Տիմոթեոս, միշտ լավագույնը, առաջինը տուր Աստծուն։ Միշտ լավագույնը, հետամուտ եղիր երկնքի արքայության համար, հետամուտ եղիր Աստծուն բավարարելու համար, հետամուտ եղիր Աստծուն փառավորելու համար։ Այստեղ կանգնած փառաբանող երաժիշտներն ու երգիչները, այստեղ կանգնած քարոզիչը կարող է շատ լավ երգեն, երաժշտությունը ամեն բան ապահովեն, քարոզեն, ամեն բան լավ լինի։ Եվ այդպես ուղիղ կամ էլ այսպես անուղիղ կերպով նաև իրենց անձերը ներկայացնեն, իրենց շնորհներն ու տաղանդները։ Տիմոթեոս, միշտ առաջին տեղում դիր Աստված եւ երկնքի արքայությունը։ Թույլ մի տուր որևէ բան խանգարի քեզ։ Աստծուն տուր լավագույնը, չհամակերպես Աստծուն տալ կաղը, կույրը, չհամակերպես Աստծուն տալ քո ավելցուկից, չհամակերպես Աստծուն տալ հոգնածությունը, համակերպես Աստծուն տալ այսպես դե ձեռի հետ անելը։ Ոչ։ Եթե Աստծունն է, այն պետք է լինի լավագույնը։ Եթե քո կոչումն ու առաքելությունն է, դրան պետք է ուղղված լինի քո լավագույն ժամերը, քո թարմությունը, քո ֆինանսը, քո ուժը, քո կարողությունը, քո երիտասարդությունը, լավագույնը ուղղիր Աստծուն։ Լավագույնը ուղղիր Աստծուն։ Տիմոթեոս ուշադիր եղիր, որտեղ այն ինչ որ Աստված քեզ տալիս է, դա կարևոր է։ Եվ կարևոր մի բան իմացիր, որ մարդը կատարյալ չի, այն անկատար է։ Դու կունենաս թերություններ եւ սխալներ եւ սատանան կփորձի քեզ օգտագործել այդ բոլոր թերություններն ու սխալները քո դեմ ասելով որ դու չես կարա։ Դու կձախողես։ Տեսնում ես դու ընկար, դու մեղ գործեցիր։ Դու այսպես եւ այնպես Հիսուսի անունով վռնդիր ամեն մտքերը։ Եվ Գեդեոնի ման կանգնիր եւ ասա. այո 300 հոգի ենք։ Այո դիմացը կանգնած է 100,000, 140, 135, 140,000 անոց բանակը։ Այո մենք թույլ ենք տկար ենք, մենք չունենք որևէ զենք ու զինամթերք, բայց Աստված իմ հետ է։ Աստված իմ հետ է։ Եվ ես կիրագործեմ ու կանեմ այն ինչ որ Աստված ինձ ասել է անելու։ Այո ես կատարյալ չեմ, այո ես թերություն ունեմ, այո ես տկարություն ունեմ, այո կարող է ես հիվանդություն ունեմ, այո ես կարող է ինչ որ խնդիրներ ունեմ, բայց ես կհաջողեմ, որովհետև ես հետամուտ եմ Աստծո ձայնին։ Դժվարություններ կլինեն, մենակ կմնաս, հավատարմության հետ կապված փորձություններ կունենաս։ Աստված կփորձի քեզ տեսնելու արդյոք հավատարիմ ես մինչև վերջ։ Աստված թույլ կտա որ մարդիկ քեզ լքեն եւ գնան քո կողքից տեսնելով դու սիրտդ կամրապնդվի նորից էլի գնաս Աստծո ետևից եւ ընթառաջ գնաս Աստծո կոչմանը։ Գեդեոնի համար մի քիչ շատ դժվար էր։ Աչքը տեսնում է 30,000, մնում են 300։ Սա ահավոր դժվար բան է։ Ու դու կանգնելու ես 135,000-նոց բանակի առաջ։ Ու գիտեք ամենավատը որն է։ Ամենավատը սա էր, որ ասեց, ով որ վախենում է, թող գնա։ Ու 22,000-ը գնացին։ Սա գիտեք ինչ մեծ հարված է։ Ահավոր հարված է։ Պատկերացրեք, մենք բոլորովս որոշել ենք, որ գնանք որևէ մի տեղ ավետարանչություն անելու, քաղաք գյուղ ավետարանչություն անելու եւ ես կանգնում եւ հայտարարում ասում ժողովուրդ, ով որ գործեր ունի, ով որ կիսաթողնված գործեր ունի, ով որ վախենում է, ով որ հավես չունի, ով որ ցանկություն չունի, գնացեք տուն։ Եվ մեզանից այսպես 1/3 մասը, հա, ճիշտ ասեցի, հեռանում են։ 2/3-ը։ Մի խոսքով 60% է, այսպես է կասեմ։ 60%-ը, 60-65%-ը հեռանում է։ Պատկերացնում եք, իմ վիճակը ես պատկերացնում ասում, Տեր, կարող է սխալվել եմ։ Ես գիտեմ, որ մի բան քեզանից մեծամասնություն պետք է հոժարվեն։ Հետո էլ երկրորդ փորձությունը։ Տեր, ես ինչ ես անում։
Ես անում եմ, որպեսզի դու ինձ նայես եւ հավատաս, որ եթե ես քեզ տվել եմ մի բան եւ կանչել եմ եւ ուզում եմ, որ դու անես, դու կարող ես։ Դու կարող ես։ Հրավիրում եմ ոտքի կանգնենք, սիրներ։